Բարի երեկո։ Փակ TV եթերում լուրերի հետքերով հաղորդումն է։ Մենք աշխատում ենք ամենօրյա ռեժիմով, որպեսզի մեր հեռուստադիտողը մշտապես լինի տեղեկացված եւ բաց չթողնի օրվա ամենակարևորը։ Իսկ դուք մի մոռացեք դառնալ մեր YouTube անալիքի բաժանորդը, առաջիկայում ձեզ սպասվում են նոր բացահայտումներ եւ նոր տեղեկություններ։ Ֆրանսահայ դերասան Սիմոն Աբկարյանը երկու մասից բաղկացած պատմական կենսագրության մեջ մարմնավորելու է գեներալ Շարլ դը Գոլին։ Փաթի ֆրանսիական կինոընկերությունը ներկայացրել է նախագծի առաջին կադրերն ու թիզերը, այն անվանելով իր պատմության ամենահավակնոտ ֆիլմը։ Ֆիլմերը ֆրանսիական վարձույթում կհայտնվեն 2026 թվականի հունիսի 10-ին եւ հուլիսի 3-ին։ Կենսագրական ֆիլմը կպատնի Երկրորդ համաշխարհային պատերազմի առանցքային դրվագների եւ դը Գոլի որպես ազատ Ֆրանսիայի առաջնորդի դերի մասին։ Հայաստանի քննչական կոմիտեի վարչությունում ավարտվել է ծափադաղում 3-ամյա երեխայի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Նոր մանրամասներ են հայտնի դարձել։ Տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Տիգրանի հայրը վրեժի շարժառիթով 2025 թվականի հոկտեմբերի 27-ին իր մերձավոր ազգական հանդիսացող անօգնական վիճակում գտնվող անչափահաս երեխային ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ ծափադաղ բնակավայրի հարակից դաշտամիջյան հատվածում ձեռքով կոկորդից սեղմելու եղանակով սպանել է նրան, ապա դիակը դաշտամիջյան տարբեր հատվածներում թաքցնելուց հետո տեղափոխել է Ճամբարակ համայնքի բնակավայր տանող խաչմերուկին հարակից դաշտամիջյան հատված, որտեղ նոյեմբերի 2-ին որոնող փրկարարական աշխատանքների արդյունքում դիակը հայտնաբերվել է։ Կատարվել է դիակի արտաքին զննություն, որի ընթացքում Տիգրանի մարմնի գլխի շրջանում հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ։ Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ 3-ամյա երեխայի մահը վրա է հասել մեխանիկական շնչահեղձության, պարանոցի օրգանների բութ առարկաներով սեղմման հետևանքով։ Հոր նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, անօգնական վիճակում գտնվողի անչափահասի սպանությունը մերձավոր ազգականի կողմից կետերով։ Բաքվում գերության մեջ գտնվող լիբանանահայ Վիգեն Էլչեքջյանի կինը Լինդա Էլչեքջյանը դիմել է Ադրբեջանի նախագահի կնոջը Մեհրիբան Ալիևային, խնդրելով ներում շնորհել ամուսնուն։ Դիմում եմ ձեզ ոչ միայն որպես Ադրբեջանի առաջին փոխնախագահ, այլև որպես կին, մայր եւ դուստր։ Ես Վիգեն Էլչեքջյանի կինն եմ, որն արդեն 5 տարի է Բաքվում անազատության մեջ է։ Թե Վիգենը արժանապատվորեն դիմանում է իր բանտարկությանը, բայց նրա բացակայությունը ցավալի դատարկություն է թողնում էր ընտանիքում։ Նրա մայրը մահացավ, երբ նա ճաղերի հետևում էր։ Նրան մերժեցին ողբալու, թաղելու իրավունքից։ Այժմ էլ իմ մայրը Վիգենի զոքանջը քաղցկեղի վերջին ծանր փուրում է։ Մայրս կամ չի խոսում, կամ երբեմն Վիգենի անունն է տալիս։ Սրտից խորքից խնդրում եմ ձեզ օգնել մեզ։ Թող նա վերադառնա տուն, թող նա կարողանա պատվել այն, ինչ դեռ մնացել է։ Թող նա կրի այն կնոջ ժառանգությունը, որը գուցե չապրի տեսնելու նրա ազատությունը։ Գրել է Լինդան։ Այնուհետև նա հանդես է եկել պարզաբանմամբ, խնդրելով իր դիմումը փոխնախագահ Ալիևային չընկալել որպես քաղաքականություն եւ չընդունել զայրույթով, այլ ընկալել սրտացավությամբ ու կարեկցանքով։ Իմ ամուսինը այլևս չի կարող քայլել եւ նրա երկարատև տառապանքը դարձել է անտանելի ոչ միայն իր համար, այլև մեզ համար, ովքեր նրան սիրում են։ Մեր ընտանիքը խիստ կարիքի մեջ է նրա ներկայության ուժի եւ արժանապատվության որպես ամուսին եւ հայր։ Այս ներողամտության խնդրանքը գալիս է մարդկայնությունից եւ անհրաժեշտությունից։ Ես խնդրում եմ այն մարդկանց, ովքեր կարդում են սա, նայել այս խնդրանքին կարեկցանքով, հասկանալով, որ նման պահերին ողորմածությունը կարող է բուժել վերքերը, այլ ոչ թե խորացնել դրանք։ Գրել է նա. Հիշեցնենք 44-ամյա լիբանանահայ Վիգեն Էլչեքջյանը ընտանիքի հետ 2020 թվականին տեղափոխվել էր Արցախ այնտեղ ապրելու եւ բիզնես սկսելու համար։ Նույն թվականի նոյեմբերի 10-ին Հայաստանի եւ Ադրբեջանի միջև այսպես կոչված հրադադարի մասին համաձայնագրի կնքման հաջորդ օրը Վիգենը որոշել էր հեռանալ Շուշիի իր տնից, բայց առևանգվեց ադրբեջանական հատուկ ջոկատայինների կողմից։ Ռուսաստանը կշարունակի օգնել Արցախից տեղահանվածներին։ Ռուսական հումանիտար առաքելությունը 2026 թվականին կշարունակի աջակցել բռնի տեղահանված ու սոցիալական խոցելիություն ունեցող մեր հայրենակիցներին։ Նախագիծը նախատեսված է դժվարին իրավիճակներում գտնվող հազարավոր ընտանիքների համար։ Մենք տեսնում ենք, որ մարդիկ իսկապես կարիք ունեն այս օգնության։ Ուստի որոշել ենք երկարաձգել ծրագիրը մինչև 2026 թվականը եւ շարունակել մարդասիրական փաթեթներ տրամադրել։ Մեզ համար կարևոր է ոչ միայն սնունդ եւ անհրաժեշտ բարականեր տրամադրելը, այլև մարդկանց ապագայի նկատմամբ աջակցության եւ վստահության զգացում ցույց տալը, նկատելով, որ Ռուսաստանը նրանց կողքին է այս դժվարին ժամանակներում։ Ինչու հենց Ռուբեն Վարդանյանը դարձավ Բաքվի հիմնական թիրախը։
Սա պատահականություն չէ եւ ունի շատ կոնկրետ պատճառներ։ Վարդանյանը կոտրում էր Ադրբեջանի հիմնական նարատիվը։ Ադրբեջանի պաշտոնական թեզը սա էր. Արցախում կան միայն անօրինական զինված խմբեր եւ Երևանի կողմից վերահսկվող ռեժիմ։ Վարդանյանը միջազգային ճանաչում ունեցող գործիչ, գլոբալ կապերով ոչ Հայաստանի գործող իշխանության ներկայացուցիչ քանդում էր այս թեզը։ Նա ցույց էր տալիս, որ Արցախը միայն զինված հարց չէ, այլև մարդասիրական քաղաքացիական ինքնակառավարման խնդիր։ Սա վտանգավոր էր Բաքվի համար։ Նա միջազգային ուշադրություն էր բերում Արցախին։ Վարդանյանը ակտիվ էր արտասահմանյան մեդիայում, փորձագիտական շրջանակներում, դիվանագիտական ոչ ֆորմալ կապերով։ Բաքվի համար ամենավտանգավոր բանը ոչ թե զենքն է, այլ ուշադրությունը։ Ադրբեջանի ռազմավարությունը 2022-ից 23-ին սա էր՝ լռության մեջ մաքրել Արցախը։ Վարդանյանը այդ լռությունը խախտում էր։ Նա չէր փախչել, մնացել էր մինչև վերջ։ Սա շատ կարևոր հոգեբանական հանգամանք է։ Շատ պաշտոնյաներ հեռացան, շատերը լռեցին, շատերը հարմարվեցին։ Վարդանյանը մնաց Արցախում շրջափակման, սովի ու ճնշման պայմաններում։ Բաքվի համար սա վտանգավոր նախադեպ էր։ Եթե մեկը մնում է, նշանակում է դիմադրությունը կարող է շարունակվել։ Նա հարմար խավության նոխազ էր։ Ադրբեջանին պետք էր մեկը, որի վրա կարող էր բարթել սեպարատիզմը, ներկայացնել որպես արտաքին ղեկավար, դատել ցուցադրաբար։ Վարդանյանը իդեալական էր այդ դերի համար, որովհետև ճանաչված էր, ազդեցիկ, չէր պաշտպանվում որևէ պետության կողմից։ Փաշինյանի եկեղեցու դեմ արշավի մասնակից Կճոյանի դեմ գլխավոր դատախազությունը հայց է ներկայացրել հակակոռուպցիոն դատարան։ Հայցադիմումով դատախազությունը պահանջում է հարկադիր դադարեցնել Հողամասի կառուցապատման իրավունքը։ Նշենք, որ 8000 քառակուսի մակերեսով Հողամասը Սուրբ Աբգար Թագավորի փողոցում է գտնվում։ Թե կոնկրետ ինչ կառուցապատման մասին է խոսքը, պարզ չէ։ Գլխավոր դատախազությունը Նավասարդ arczepiskopos Կճոյանին առնչվող հնարավոր քրեական գործերի հետ կապված տեղեկատվություն չի տրամադրում, նշելով, որ նախաքննության շահերից ելնելով տեղեկատվություն հնարավոր չէ տրամադրել։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է հունվարի 16-ին։ Հիշեցնենք, որ օրերս հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն դատարանը դեռևս 2024 թվականի սեպտեմբերի 6-ին մերժել է գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության հայցն ընդդեմ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ arczepiskopos Կճոյանին, ով միացել էր Փաշինյանի եկեղեցու դեմ հայտարարած պատերազմին։ Եվ վերջում օրվա տեսանյութ. Փաշինյանի 7 տարվա կառավարման պատկերը, ադրբեջանական դրոշը եւ կապանը։ Տեսանյութը թողնում ենք առանց մեկնաբանության։ Այսօրվա համար այսքանը։ Իսկ դուք շարունակեք մնալ Փակ TV-ի հետ, լուրերի հետքերով եւ դարձեք մեր YouTube-յան ալիքի բաժանորդը օրվա ամենակարևորն ու բացառիկը բաց չթողնելու համար։